Այսօր մենք իմացանք, որ ինչու է մեր երկրի վարչապետը փառքավաճառներ վճարել իրեն, իր մերձավոր շրջապատին, նախարարներ, պատգամավորներ միլիարդավոր դրամների հույժ գաղտնի հոդվածով։ Միլիարդավոր դրամներ, քանի որ ըստ նրա, եթե այդ փառքավաճառները չվճարվեր, հետագայում մեր երկիր, քանի որ շատ ներդրում է գալու, հիմա չէ, հետագայում այդ մարդիկ կոռուպցիայով կզբաղվեին, իր շրջապատի նախարարները, պատգամավորները, եւ դրա համար նա իրեն եւ իր շրջապատի նախարարներին եւ պատգամավորներին փառքավաճառներ է բաժանում։ Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ ամեն երկրորդ համարյա աղքատության շեմին է, ապրում են ամսական 50-60 հազար դրամով, որտեղ ամեն 4-րդ Հայաստանի քաղաքացի ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը միլիարդավոր դրամների, այն ղեկավարությունը, որ խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների փառքավաճառներ է ստանում։ Սա մոտեցում է սպառողի եւ ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին, մեր հաղթանակի ժամանակ, ժողովրդի փոփոխության սպասելիքը իրականացնելու ժամանակ երկրի նոր վարչապետը ստանալու է ոչ միայն չի ստանալու փառքավաճառ, այլ ստանալու է 1 դրամ աշխատավարձ ընդամենը։